Բարևներ Արմաշի համից։ Հարգելիներս, տեսեք ինչ եմ խորովում։ Բանջարեղեն ջեռոցում ուզում եմ բանջարեղեն խորովել։ Շատ լավ կլիներ, եթե խորովեի հարգելիներս կրակով դրսում, որովհետև հենց կրակով խորովածն է շատ համեղ լինում, այդ կրակի ծխի համը, որ տալիս է բանջարեղենի վրա, շատ համով է լինում, բայց դե այսօր որոշեցի ժողովուրդ ջան, որ հենց ջեռոցում միանգամից խորովեմ, հետո խորովելուց հետո պամիդորով կպատրաստեմ։ Տեսեք, լավ, խորովի լավ, հիմա նորից մի հատ է կթեքենք հակառակ կողմը, պղպեղ կդնեմ, 3 հատ պղպեղ հանեցի արդեն, տեսեք շողջան, սա էլ կարելի է հանած, հարգելի հետևորդներ, միտքս փոխեցի, չէի ուզում պամիդոր խորովեի, մտածում էի լավ չի լինի ջեռոցի մեջ, բայց փոշմանեցի, հիմա պամիդոր եմ դնում, նակ ոնց կլինի։ Բոլորը խորովեցինք, վերջացրեցինք, հիմա էլ մաքրում ենք։ Հարգելիներս, ջեռոցի մեջ էլ է լավ խորովում, կլեպը լավ է պոկվում։ Հիմա տեսնենք սմբուկը ոնց է մաքրվում։ Սմբուկն էլ է լավ մաքրվում, ժողովուրդ ջան։
Վերջ, ժողովուրդ ջան, տեսեք բոլորն էլ շատ լավ խորովել է, հիմա մնում է տապակել։ Պամիդորը տապակվի կարագով, սամբուկները կկտրեն։ Հարգելի հետևորդներ, ամենավերջում արդեն խորովածին ավելացնում եմ կտրատած թարմ կանաչի և կերած սխտով։
Հարգելի հետևորդներ ջան, մենք մեր նախամուտքն ենք վերանորոգում, դեռնոր ենք սկսել, նայեք, այսօր ենք սկսել վերանորոգումը, դες արդեն մեր շաբաթից երևի նոր վերջնական կերևա արդյունքը նախամուտքի, հարգելիներս, սկսել ենք առաստաղից, հետո պետք է պատերը ներկենք, դե չգիտեմ, ամուսինս անում տղայիս հետ, իրանք կորոշեն, ոնց պետք է անեն պատերը։ Հարգելի հետևորդներ ջան, տեսեք ինչ եմ ուզում պատրաստեմ։ Այս հավը հանել եմ սառնարանից, նորից ուզում էի դնեի ջեռոցում, բայց չեմ դնում ջեռոցը, հարգելիներս, ուզում եմ խորոված անեմ կրակի վրա։ Հիմա ես ու Էլենս խորոված ենք անում միասին։ Ես ու Էլենս, հարգելիներս, հիմա կրակը գնում ենք վառենք, այս հավը կտրեմ, շարենք շշերը և խորովեմ Էլենիս հետ միասին։ Տղաս տանը չի, ամուսինս էլ հոգնած գնացա, որոշեցինք մենք պատրաստենք, ես ու Էլենս։ Հիմա սա կտրեմ, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ կանեմ, հետո կշարենք շշերը, չէ Էլեն ջան։ Խորոված չի արել ժողովուրդ ջան, խորոված էլ եմ անում։ Հավը ամբողջությամբ կտրեցի, ժողովուրդ ջան, լավ էլ կտրտել եմ։ Հիմա կարտոֆիլն էլ կտրեմ և կխառնեմ հավի մսին։ Կրակը վառեցինք, մենակ բաժակ չտանք ժողովուրդ ջան, կերասում եք, որ մենք բաժակ տանք, ինչ կկատարվի, ինչ կկատարվի, հիմա կարևորը կրակն անենք, բայ, քամի էլ կա, այդ քամից են վախենում, որ ասկիս Էլեն ջան գնանք պապայինց հետ տանք։ Հիմա ինչ ենք անում, կարմիր պղպեղ, աղ, մի քիչ սև պղպեղ կանենք ժողովուրդ ջան, արագի մեջ եմ անում, արագի մեջ։ Հիմա էլ
կտրենք։ Էլենը կրակի մոտ է։ Ասել եմ դու կրակը նայի հանկարծ շատ այս կողմ են կողմ չընկնի։ Այսպես։ Դե հիմա սա թողենք մի 2 րոպե մնա, ժողովուրդ ջան, նոր կքաշեմ շշերը։ Ժողովուրդ ջան, վերջացրեցի։ Հիմա ուզում եմ ընդամենը 2 հատ պամիդոր կա, պամիդորը խորովեմ, փոքր դեպմիկներ խորովեմ։ Մեկ էլ ինք պատրաստած այս հոմով բաստուրում եմ։ Շիշը վերցրել եմ, անկեղծ ասած, ընդհանրապես խորոված չեմ արել։ Չեմ էլ սկի շշի վրա հավաքել ժողովուրդ ջան։ Բայց փորձեմ, կամանց եմ խոսում, որովհետև ամուսինս քնած է, որ չլսի։ Ելնի ասի, ինչ գործ ունես, մենակ լավ ենք արել։ Ված չի, իսի 2 բավոր տղաս, իմանա տղաս, խոսքերն ավելորդ է ժողովուրդ ջան։ Լավավադա էտա։ Երևի այսքանը բավական է, անցնենք հաջորդին։ Ժողովուրդ ջան, գնամ հիմա էլ կարտոֆիլն էլ շարեմ բերեմ։ Ջանի կուշ։ Ешավել։ Շվես տվելին աղջիկ։ Թողենք մի հատ կրակը։ Տեխնիկներն է, որ ամենահամուրն է խորոված վիճակում։ Շատ ուժեղ խորոված ենք անում, ժողովուրդ ջան, նայեք։ Մենակ մի բան խնդրեմ, շատ չդատեք մեզի։ Հարգելի մեզ։ Պետք է անենք, որ սովորենք, որ չանենք, ոնց կսովորենք։ Քիչ բերենք այս կողմ, էսի շատ ուժեղ եմ քաշել շիշը ժողովուրդ ջան, հələ տեսեք։ Կողքերից պոկվում է, բայց ոչինչ։ Էլենս խնդում այն վրեն։ Այսքանը ժողովուրդ ջան։ Բաց չի։ Փիսիկին էլ, հələ փիսիկն էլ ֆրֆռում է, հոտ առե։ Գնամ բերեմ փիսիկին էլ տամ թողուտի։
Հարգելի հետևորդներ ջան, անկեղծ ասած իմ ծիծաղն էլ ա գալի, որովհետև առաջին անգամ եմ անում, ես սենց ինքնուրույն, Բայց ես էլ եմ արել։ Դու էլ ես արել։ Դե արել ենք ես ու Էլենս, բայց սենց բան չեր էլի, ժողովուրդ ջան։ Պատահել ա, որ ես իմ ձեռքով համեմել եմ, բայց չեմ քաշել շշերը։ Ամուսինս ա մշտական էս խորովածը անում, ամուսինս անում, բայց այսօր որոշեցի, որ ես անեմ։ Անկեղծ ասած, ասացի չէ, որ այս հավը պետք է դնեի ջեռոցը։ Հետո որոշեցինք, որ պետք չի դնենք ջեռոցը, դե էլ ուրիշ բանջարեղեններ չեմ խորովում, որովհետև ունեմ տանը խորոված բանջարեղեն, պատրաստել եմ այսօր։ Այսպես էլի, պամիդորն էլ 2 հատ էր, չուզեցի, որ տղայիս ասեմ պամիդոր բեր, որ ասեմ պամիդոր բեր, խորոված եմ անում, արդեն ատե լավ չի լինի, հետոն լավ չի լինի, դրա համար հարգելիներս չասացի, այսպես ժողովուրդ ջան, անեմ, դեռ չասնեմ, արդեն կարելի ասած պատրաստ է, մի փոքր էլ այս դդմիկներ էպի, տղայիս էլ կանչեմ գա, իհարկե եթե գա, ամուսինս էլ քնած է, ասեմ հելի խորովածը պատրաստ է, ու այդպիսի բան է ժողովուրդ ջան, մի քիչ պղպեղ լցնենք, աղ լցնենք, մի փոքր ձիթայով, հարգելիներս, տանենք լցնենք դդմիկի վրա, խառնենք և սիրուն կսենք դդմիկի վրա, սիրուն կսենք դդմիկի վրա, կարտոֆիլի վրա էլ նույնը, Ման պապան հետ է։ Պապան հուլը։ Դա չի հասկացել, որ տունը չենք։ Այս մեկ էլ են ջան։ Անենց լավ այբ է, ժողովուրդ ջան, անենց լավ այբ է, թողել ենք, որ լավ էվտի։ Փիսիկին, Փիսիկին անպայման։ Առաջինը պիտի փիսիկը ուտի, հետո մենք ուտենք։ Փիսիկներս էլ են հերթ կանգնել։ Բեր կարտոֆիլն էլ հանենք։ Հասավ դդմիկներին, դդմիկներն էլ պատրաստ արդեն։ Հարգելիներս,
Սրանից լավ չէր էլ կարող ստացվեր խորովածը։ Տեսքը շատ լավն է, դե մնում է ուտենք։ Ոնց հասկացա, պիտի ուտենք ես ու իմ աղջիկը։ Մենք պատրաստել ենք, մենք էլ պիտի ուտենք։ Այսքանով էլ ուզում եմ ավարտեմ այսօրվա տեսահոլովակը։ Եվ ովքեր նոր են միանում մեր ալիքին, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակոճակը, լայքեք ալիքը և գրում եք մեկնաբանություններ։ Իսկ իմ հետևորդներին էլ նախապես ասեմ շնորհակալություն, որ մինչև վերջ դիտում եք մեր տեսանյութը և բոլորիդ էլ ուզում եմ մաղթեմ բարի և խաղաղ գիշեր։ Այսքանը հարգելիներս, ոնց հասկացա այս համողությունը, որ պատրաստեցինք Էլենիս հետ, պետք է վայելենք ես և Էլենը։ Այսքանը հարգելիներս։